Մենք ներկայացնում ենք Տավուշի մարզի նորաշենի միջնակարգ դպրոցը։ Մասնակցում ենք աշխարհացույց կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին 2025 ծրագրի շրջանակներում կազմակերպված նախագծային աշխատանք մրցույթին։ Հենց սկզբից մեզ դուր եկավ առաջարկը, որոշեցինք մասնակցենք։ Կազմեցինք հետազոտող թիմ, այնուհետև ընտրեցինք թեմա։ Թեման ընտրել ենք համատեղ։ Առաջարկը երկու թեմաներից հայ ժպիտ տխուր հերոսը քարտեզագրերը Մհեր Մկրտչյանի ուղին եւ հոլիվուդյան կինոարվեստի հեղափոխականը քարտեզագրերը Ռուբեն Մամուլյանի ուղին գերապատվություն տրվեց վերջինիս, քանի որ արդարացիորեն մտածեցինք, որ Մհեր Մկրտչյանի թեման շատ են ընտրելու։ Որպես հիմնախնդիր առաջադրել ենք այն փաստը, որ իր կյանքի մայրամուտին Հոլիվուդի լեգենդների շարքին դասված Մամուլյանը հայրենիքում շատերին անհայտ էր։ Համացանցից փնտրեցինք աղբյուրներ եղած փաստագրված նյութերի վրա, ձևակերպեցինք նախագծային աշխատանքի նպատակը, խնդիրները, աշխատելու ժամանակացույցը։ Որոշեցինք, որ պետք է հանդիպենք շաբաթական ոչ թե մեկ, այլ երկու անգամ, քանի որ պետք է ուսումնասիրենք մեզ ծանոթ աշխարհացույց հարթակի անծանոթ գործիքակազմը։ Ենթադրում ենք, որ հիմնականում աղբյուրների հետազոտումը կատարվել էր համացանցում, սակայն նյութերի սակավություն եւ օտարլեզվով լինելը մեզ առաջնորդեց արհեստական բանականության գործիքակազմի յուրացմանը եւ հետագայում նաեւ օգտագործմանը։ Արհեստական բանականության կիրառումը նոր յուրացված հմտություններ շատերիս համար։ Օգտագործել ենք նաեւ YouTube հարթակի տեսախելները։ Հանդիպումների ժամանակ քննարկում սխակրում էինք մեր հավաքած նյութերը։ Դրանցերի կամ անհետաքրքիր լինելու դեպքում աշխատում էինք նորից համարելով տեսական մասը։ Տեսական մասի աշխատանքներին զուգահեռ մասնակցում էինք հարթակի կազմակերպած հեռավար հանդիպումներին։ Օգտագործելով այդ հանդիպումներին մեր սովորածը, զուգահեռ հետևելով նաև տեղադրված ձայնագրություններին, սովորել ենք կազմել փիներ մեր ուսուցչու էջում։ Գործնական աշխատանքը աշխարհացույցի գործիքների ընկալումը, կիրառումը մեր հանդիպումների ամենահետաքրքիր մասն էր կազմում։ Ամբողջովին տեսքի բերից հետո իրաքած շփում սկսեց փիրեր կազմել։ Վերջացումը դրել ենք մեր կարծիքով հաջողված Հոլիվուդի կինոարվեստի հայ հեղափոխականը քարտեզագրով Ռուբեն Մամուլյանի ուղի խորագրով ցուցադրությունը, որտեղ Ռուբեն Մամուլյանը արհեստական բանականության շտոհից պատմում է իր մասին։ Ակերում ուսումնասիրենք Մամուլյանի ոչ միայն ստեղծագործական եւ անձնական կյանքը, նրա ունեցած մեծ ավանդը համաշխարհային եւ ամերիկյան կինոարտադրության ոլորտում, այլ նրա հայկական արմատները։ Մեզ շատ է հետաքրքրում, թե ինչու է նա արժանացել հայրենիքական պատմամանը, ինչ արժանինքների համար է թիթվիրից Հոլիվուդ հասած հայ իրավաբան արժանացել համաշխարհային ճանաչման։ Ծանոթանալով Մամուլյանի գործունեությանը, արժևորելով նրա ստեղծագործական տաղանդը, որոշեցինք, որ նրա մասին պետք է պատմենք նաև աշխարհորդում, ծանոթացնենք նրա ֆիլմերին։ Կազմակերպեցինք կինոդիտում ոչ միայն աշակերտների, այլ նաև ծնողների հետ։ Նախագծային աշխատանքի հետադարձ կապն ապահովել ենք խաղով, եւ անկեղծ ասած մեր աշխատանքը մեզ դուր է գալիս։